երկու տեսակի ունենք՝ բուսական, կենդանական։ Կենդանականը դե արդեն պարզ է, մսամթերքի յուրաքանչյուր տեսակ, ծովամթերք, ձկնեղեն, ձու, կաթնաշոռը, այսքանը։ Իսկ բուսականի մեջ մենք հիմնականում նուշը, ընդեղենը, որպես այդպեսին կարանք վերցնենք հատկապես նուշը, ծավարեղենը, նույն լոբազգիներից, հնդկածավալը, անգամ մակարոնի տեսակների մեջ հիմա կան շատ լավ տեսակներ, որտեղ սպիտակուցը բավականին բարձր է։ Ես ինքս խորհուրդ կտայի ճիշտ իրանց բաշխել, այսինքն 60-70% լինի կենդանական, 30-40-ը լինի բուսական։ Ու կենդանականը անգամ իր հերթին լինի տարբեր տեսակի, այսինքն մենք ոչ թե ամբողջ օրը ուտում ենք միայն հավի կրծքամիս, այլ օրինակ առավոտյան ձու, հետո նոր միս, երեկոյան կաթնաշոռ, որ մի քիչ այդ բազմազանությունը պայենք, որտեղ ամեն մեկը իր հերթին իրանով շատ յուրահատուկ օգտակար է, ու պետք է ամեն ինչից է կարողանանք օգտվել։ Նույնիսկ նաև բուսական տարբերակ, իրանք էլ իրենց ձևով են օգտակար, ու պետք չի իրենց ամբողջովին հանել, պետք է դա էլ օգտագործել։ Բացի դրանից մենք կարող ենք նույն հնդկածավալը օգտագործել որպես ածխաջրի աղբյուր, նաև շահենք նրանով, որ մեջը կա մեծ քանակի սպիտակուց, ինչու ոչ։